Բարև ձեզ արգելի ընկերներ, մի շարք, մի քանի տասնյակ նամակներից հետո որոշեցի շատ կարճ մի հատ վիդեո խմբագրեմ, խնդրում եմ տարածել, եթե հնարավոր է, եթե գտնեք ճիշտը, էջը սահմանափակումների տակ իրականում։ Հիմնական մի քանի 3 տիպի հարցեր կային, ինչու չեք խոսում, դուք խոսում եք մի ժամանակ շատ կարևոր հարցերի մասին, երկրի կազմավորման, երկրի ուղղության, սպորտի նշանակության, ինչի հիմա չեք խոսում, դրա մասին ընդհանրապես։ Երկրորդ խումբը, թե ում ընտրենք, բավականին մեծ խումբ, 20-ից ավել մարդ այդ հարցին տվե, և երրորդ խումբը հնարավոր է այսօր ընտրություններով հեռացնել Նիկոլին, թե ոչ։ Սկսեմ երրորդ հարցից, շատ կարճ ասեմ, ես դրան չեմ հավատում, ընտրություններով, այն էլ այսպիսի ընտրաշավով անհնար է, շվեյցարական ընտրաշավով անհնար է հեռացնել դավաճանին, և այդ խայտառակությանը, որը որ գոյություն չպետք է ունենար, այս հասկանում եք, մեր Վարդանյանը հետախույզ համաշխարհային դեմք, աշխարհում առաջին ամենամեծ հետախույզը, երբ որ մի շատ հայտնի Պոզներին կարծեմ հարցազրույց էր տալիս, և Պոզները հարցրեց, թե господин Вартанян, как с предателем поступить, скажем, если предатель искренне почувствовал, что он был неправ, раскаялся. Вот искренне раскаялся, он понял, что его типа обманули, он не понимал, что делает, и действительно у него есть раскаяние. Вот предатель раскаялся полностью, как с ним можно поступить? Вартанян ответил, что у предателя всего лишь 2 пути. Говорит, что тогда можно простить, Познер спрашивает. Говорит, нет, у предателя 2 пути, или пуля, или վերովկա։ Դա աշխարհի օրենք է։ Աշխարհի օրենք է, երբ որ թշնամու նկատմամբ կարող ես չլինել դաժան, բայց դաժան պետք է լինես եւ հազարապատիկ ավելի դաժանության պետք է պատճառի երկրի դավաճանը, ոչ թե դավաճանին դրվի ձեր գլխին։ Բայց որ դավաճանը կզիջի կհեռանա, հասկանալով ինչ է իրեն սպասում, դա անհնար է։ Եվ ես հաշվի առնելով մեր այս նորագույն պատմությունը 30 տարվա, ես չեմ գտնում, որ Նիկոլ այնքան բարոյական է, որ ավելի բարոյական է, քան Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը իր հետ վերցրած, որ ընտրությունների իրական կասկեսվի և հետո չընտրվելու դեպքում ինքը կզիջի և կհեռանա։ Եթե ինչ-որ մեկը սրան համաձայն չէ, թող ինքը կանգնի, ասի, ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը բարոյական է բոլոր նախորդ ղեկավարներից և նույնիսկ իր հետ վերցրած։ Երկրորդ հարցը, թե ինչի համար ես չեմ խոսում այն մտքերից, որը որ մի ժամանակ ես դրա մասին բավականին հաճախ և բավականին երկար զրուցում էի։ Այսինքն մարդկային կապիտալի մասին, որը որ փոքր պետությունների համար, ընդհանրապես պետությունների համար մարդկային կապիտալը շատ կարևոր է, ամենակարևորն է, ընդհանրապես պետությունը երևի թե գոյություն ունի, չնայած պետությունը ստեղծվում է էլիտաների կողմից, բայց այդ էլիտաների համար այդ կուլտուրնի օբշնեստը, այդ տարածքային օբշնեստը պահպանելու համար ստեղծում է հասարակություն, մարդկային կապիտալ և որոշակի քանակական և որոշակի որակական տեսքով, չափորոշիչներով։ Եվ ես խոսում էի այո, որ ով է 30 տարվա ընթացքում հավաքել մեծագույն հայերին ամբողջ աշխարհից, սփյուռք են ասում, ոչ թե ինչ-որ փողատիրոջ, ոչ թե եւ այլն ինչի, այլ իրական, մենք ունենք շատ մեծ մարդիկ, շատ մեծ փիլիսոփաներ, շատ մեծ գիտակներ։ Եվ ով է կանչել, այդպիսի բան չի եղել, կանչեն և ասեն, գիտեք ինչ, եկեք մենք ունենք այս ռեսուրսները, տեսնենք այդ ռեսուրսները ինչպես ենք զարգացնելու, ինչպիսի պետություն կարող ենք ստեղծել,
կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրերով, այսինքն ինչպեսի պետք է լինի մեր պետությունը 10 տարի հետո, 30-40 տարի հետո եւ ինչպեսին պետք է լինի 100 տարի հետո, եւ որպեսզի ապահովենք այդ պետականությունը, այդ պետությունը, իր էության պետությունը եւ տարածքով եւ էությամբ, ինչպեսի հասարակություն մենք պետք է ձևավորենք, այսինքն ռուսներ ունեն մի շատ լավ խոսք образование, создать образ гражданина. Ինչպես կարող ենք ստեղծել, ինչպեսի հասարակություն պետք է ստեղծենք, ինչպեսի մարդկային իդեալ պետք է ստեղծենք։ Իսկ մեր էլիտաների իդեալը դու գիտեք ովքեր են, եւ ինչպես ցանկացած փոքր երեխա դիտելով իր մորը, հորը դառնում է այդպեսին եւ մի քիչ էլ շրջապատին նայելով։ Հիմա համաշխարհային շրջապատ այսպես ասենք, հասկանում եք ինչպեսին է, բայց հենց մեր էլիտան, այսինքն մեր այն հայր եւ մայր են ծնողի դեր կատարողները։ Այո, հասարակությունը դարձավ այնպեսին, ինչպեսին նրանք էին։ Ունեցավ այն սկզբունքները եւ այն ցենցները, որոնք նրանք էին կրում։ Փող, հայ հասարակությունը դարձավ տարգաշների, քարի հասարակություն։ Իսկ այն էլիտան, որը որ չունի իր էությունը պահպանելու ցանկություն, իր մշակութային էությունը, սրանց մշակույթը մենակ թալանն էր։ Իր մշակույթը, ազգային կոչված մշակույթը, իր էությունը տեղափոխելու, հանձնելու, ժառանգելու, նրանց միակ ժառանգելու ցանկությունը ժառանգելու նույնիսկ իրենց իշխանությունը չէր, իրենց հարստությունը, իրենց այդ գողունը։ Եվ սրանից առաջացան բոլոր խնդիրները։ Եվ ընդհանրապես այս կուսակցական համակարգը, որը Հայաստանում, ամբողջ աշխարհում են դրան բանդաներ, իսկ Հայաստանում դարձավ իսկական փողոցային բանդաների տեսքով։ Մարդ կուսակցությունները եւ այլն, դա կործանում է, դա հատուկ ստեղծված քաղաքական մշակույթ է, որպեսզի կարողանան քանդել երկրները միջից, ինչպես սեկտաները, քանդել պետությունների միջից եւ կառավարել ցանկացած փոքր եւ միջին եւ պետություն եւ նույնիսկ մեծ պետություն ինչ որ գլոբալ ղեկավարների կողմից։ Ինչ կուսակցությունները պետք է լինեն երկու քաղաքական ուղղություն գոյություն ունի, ձախ եւ աջ եւ վերջ։ Ձախեր աջեր։ Ну եթե շատ նենց ֆանտաստիկայով զբաղվենք եւ ցենտրիստներ։ Իսկ Հայաստանում այսօր կարած կուսակցություն բախեցես, վաղը գնաս, ասենք մասնակցես ընտրությունների։ Ձայն մարդ խափես, ձայն փոշիացնես։ Եվ ինչ իրավունք ունի ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվի 25-30-35 տարեկան մարդը կամ մի մարդ, եւ ինչ է, քաղաքականությամբ Հայաստանում ընդհանրապես զբաղվում են բոմժերը, մասնագիտական բոմժերը, այն մարդիկ, որոնք որ այդ աթոռության են, ինքն իրենց ոչ մի բան չի ներկայացնում։ Եկեք ճիշտը խոսենք։ Կարելի է ստեղծել, ասենք 1000 հոգեանոց, 40-45 տարեկան անց մարդկանց բազա կամ ձախ մոտեցումներով կամ աջ մոտեցումներով եւ ասենք 5 տարի մեկ այդ 1000 հոգուց ընտրվեին ուղակի եւ ոչ թե 120 հոգի Հայաստանում այդքան դե Պատմասկովյան մի քանի անգամ մեծ է Հայաստանից, բնակչությամբ էլ 3 անգամ ավելի շատ է ուղղակի Պատմասկովյան, բայց ընդամենը 50 падգամավոր ունի, տնտեսությունները շատ ավելի մեծ եւ այլն։ Հայաստանում 50 падգամավորից ավել պետք չէ եւ այդ մարդիկ նույնիսկ աշխատավարձ ստանալու կարիք չունեն, թող աշխատեն իրենց համար իրենց աշխատանքներին, ինչ որ պրեմիա ստանային դեպուտատ լինելու համար, այդ շաբաթը մի քանի անգամ հավաքվեին, նստեին, ինչ որ որոշումներ ընդունեին, նրանց ամեն մեկին 2 պամոշնիկ տային եւ վերջ, ինչ դեպուտատի արածը որն է։ Յուրիսպրուդենցիայի նախարարությունը օրենքները գրում, բերում տալիս է ձեռը, իրանք նստում են դեր ինչ որ անկապ խոսում են, խոսում են։ Եվ ամենակարևորը ինչ որ ես մտածում եի, Հայաստանում պետք է ինչ որ մի կառույց, որը եւ ընդհանրապես պարլամենտական պետությունը սխալ է, պետք է լինի նախագահական պարլամենտով, կիսանախագահական, բայց ամենակարևորը ստեղծվի սվերխ եւ նախագահից եւ պարլամենտից բարձր մի կառույց, թող լինի սենատ, բարձրագույն խորհուրդ, չգիտեմ ինչ որ մի բան, որը կազմված կլինի 15-20 հոգուց,
իր 50-ից 55 տարեկանից արդեն մեծ մարդիկ, որոնք ապացուցել են, որ Հայաստանին ծառայել են, շատ մեծ բաներ են արել, ունեն ճանաչվածություն, ունեն հարգանք, եւ այդ մարդիկ, այդ 20 հոգին, ասենք, ունենային երկու ֆունկցիա, ոչ այդքան սովետնիկի, ոչ այդքան կարևոր խորհրդանական, որ խորհուրդ տային, թե ինչ անեն, ոնց անեն, որ կողմ ուղարկեն, փորձ ունեցող, շատ մեծ փորձ ունեցող մարդիկ տարբեր բնակավարներից, մի քանի հոգի Սփյուռքից եւ անպայման մեր երկու հոգի գոնե ասեք Միքայել Արխիպակովսկի մամիշ որ մեկը ներգրաված են այդ process-ների մեջ, հոգեվորականության մեջ։ Եվ դա լինի խորհրդարանական ոչ ամենակարևոր ֆունկցիան, բայց էլի շատ կարևոր եւ երկրորդ ֆունկցիան, որը ամենակարևորն էր, նրանք կարողանային չեղարկեին եւ նախագահի եւ պարլամենտի ցանկացած որոշում, որը հարմար կգտնեին, որ դա վնասակար է պետության համար։ Տաբու կդնեին, ասենք որոշվել էր ինչ-որ մի որոշում, նրանք ուղղակի այդ սենատը կարողանար չեղարկել ցանկացած որոշում, որը որ կգտներ վատ է պետության հասարակության համար։ Եվ դա պետք է լինի, եթե դա չեղավ, մենք ապագա չենք ունենալու։ Երրորդ հարցը, ինչ որ կրթության մասին է ես ուզում խոսում ենք, երրորդ հարցը այդ հարցը, երկրորդ հարցի մեջ այդ կրթության։ Ինչ խոսամ կրթության մեջ, հիմա եթե մենք նույնիսկ շատ ներողություն կրթողներ չունենք։ Ուսուցիչներ, ֆեյք գրող, հայոյան գրող, հումար խաղացող, այդ ինտերնետ կազինոներում նստած, շատ են։ Եվ հիմա պետք է կրթել ուսուցիչներ, որոնք հետո կկրթեն հասարակությանը։ Իսկ դա 1 տարվա, 5 տարվա հարց չի։ Սփյուռքի գործոնը։ Հիմա ամեն ինչ արվում է նույն այս հոգևորականներին ճնշելը, որի անուն դրել են կաթողիկոսի դեմ պայքար։ Նույն այս հոգևորական դա Սփյուռքի դեմ պայքար է, որովհետև միակ կառույցը, որը որ կազմակերպում է Սփյուռքին, դա եկեղեցին է, համախմբում է նույնիսկ տարբեր պետությունների մեջ եւ մեր հոգեվորականներն ապացուցեցին, որ են տղամարդ են։ Բայց նրանք քիչ են։ Մենք այդքան բողոքում ենք, բայց նրանք շատ քիչ են։ Ամբողջ Ռուսաստանում 2.5 միլիոնանոց համայնք ունեցող Ռուսաստանում կա ընդամենը 60, կարծեմ 60 հոգեվորական։ Մի ժամանակ դաշնակցությունը, որը նույն ֆունկցիաներ կատարում ինչ-որ հիմա ԿՊ վերցրեց եկեղեցուց հայ ազգի համայնքների կառավարման ֆունկցիան, գողացավ սուլթանի եւ եվրեյների հրամանով, կործաման բերեց եւ համայնքը եւ պետությունը։ Հետո էլ հասցրեցին գումարները գողանալ փախնել Ֆրանսիա եւ պետությունը տանուլ տված ոչնչացրած դաշտանակները հասցրեցին Սփյուռքում էլ դառնալ Սփյուռքի կազմակերպիչներ, որոնք ազգայնականությունը դարձրեցին դախոդի աղբյուրի, մասոնները։ Եվ ես համոզված եղեք, ես համոզված եմ, չեմ ասի ինչու եւ ինչպես, որ նույն այս Արցախի հարցում, նույն այդ Մակրոնի կողքին էլ կանգնած են եղել մարդիկ, որոնք ոչ պակաս են համոզել Նիկոլին, որ ինքը ստորագրի Արցախի հանձնման դեմ, ինչ-որ Մակրոնը։ Եվ երրորդը ասում են ինչի համար է, հա ես Ռուսաստանում եմ ապրում։ Եվ բացի դրանից, որ ինչքան երիտասարդ են, այնքան շատ են անիծում, իմ մուտն է փակ է Հայաստանի դեպ ասեմ, արդեն 4-5 տարիներ։ Ինչքան երիտասարդ, այնքան շատ են ատում սովետական միություն։ Հետարքիր է մարդը ոչի է ծնվել սովետական միությունում, բայց մինչև այսօր ապրում է սովետական միությամբ ուղղակի նվիրած բնակարենին իրենց ծնողներին, իրենց տատիկներին եւ իրենց պապիկներին, անիծում է սովետական միությունը, բայց հիմա ինքը չի կարողանում իր համար նույնիսկ մի հատ տուն գնել։ Հետարքիր է, էլի։ Այն տատիներին, պապիներին ձերի բժշկող հոյակա բարձրագույն կրթական համակարգ, որը որ աշխարհը չէր տեսել, որ հիմա բոլոր էլիտնի դպրոցներում Անգլիայից մինչև Կանադա վերցված են սովետական կրթական համակարգը, որպեսզի կարողանան էլիտաներ դաստիարակել։ Եվ ընդհանրապես ինչպիսին է սովետական հայ մարդը իր էությամբ, իր բնավորությամբ, իր արժեքներով, Արցախ հանձնող, Արցախ գրավող, երկիր վերականգնող հանճարեղ եւ քանի հոգի
ունեիք հանճարեղ մարդ, որ անուններով մենք հպարտանում ենք եւ այսօր եւ դեռ հարյուրամյակներ ազգն է չլինի նրանց անունները կհնչեն, եւ ովքեր մենք ունենք հիմա եւ ինչ հասարակություն եւ ինչ հայ է կարողացել դաստիարակել ազատ անկախ Հայաստանը։ Ցավալի է սա ասել, բայց դա իրականություն է։ Իսկ ինչպիսի հասարակություն կարողացավ դաստիարակի սովետական էլիտան, նաեւ հայ էլիտա դաստիարակեց, որոնք տեղում էին արդեն գործում։ Եվ ինչպիսի էլիտա եւ ինչպիսի հասարակություն կարողացավ դաստիարակել այս 30 տարվա անկախ Հայաստանը, որը եւ քանակապես եւ որակապես ոչնչացրեց հայազգը։ Այսպիսի խոր հարցերի մասին ոչ մեկ չի խոսում։ Շատ ցավալի է, տնտեսություն, զավոդ եւ այլն, քյար, ամեն մեկ իր դռանը կպած, հասկանում եք հայի բնույթ է, այսինքն ամեն պատիեզդի ամեն մի հարկում, ամեն մի դռան դիմաց տարբեր պլիտկաներից այդ կաֆելների շարած 6 հատ կաֆելն է։ Ասենք ամեն տան դիմաց 6 հատ կաֆել, բոլորը տարբեր։ Ու ոչ մի անգամը երեք այդ հայը, այդ 3-4 տունը չեն կարող պայմանավորվել, որ եկեք այդ ընդամենը 2 կվադրատմետր տեղը, եկեք սիրուն գոնե մի տեսակ պլիտկա շարենք, վերջացնենք։ Հիմա մեզ կրթություն է պետք, ինչ խոսամ կրթությունից։ Ամսի 7-ը մինչև, եթե Նիկոլը մնում է, ուրեմն մենք վերջացավ էլի, ոչ մի բանի մասին կարող եք չխոսալ։ Ոչ մի բանի մասին չեք կարող եք չխոսալ ոչ թե միայն Հայաստանում, այլ նաև Սփյուռքում, որովհետև կործանվելու է եւ եկեղեցին, ամենակարևոր ցելը այդ սիոնիստների եւ թուրքական աշխարհի լինելու է, դարձածնելու են եկեղեցին, մասնատելու են, դառնալու են միստիչկովի եկեղեցի, Ռուսաստանը իր թեմը կունենա, Ֆրանսիան իր թեմը կունենա, Ամերիկան իր թեմը կունենա, իր այդ կոնկուրենցիայով եւ Սփյուռքն կմասնատվի եւ ընդհանրապես 1-2 սերունդ հետո հայ հասկացողությունը կորի, ինչպես եղավ դա Պոլշայում, որտեղ Պոլշայում 1 միլիոնից ավելի հայեր ապրում, հիմա ձուլվել են ընդհանրապես գոյություն չունի։ Ընտրություններով գնալ Նիկոլի Դավաճանի կապիտուլյանտի հետ գնալ ընտրության, ինչու համար ես Քոչարյանից զզվում եմ։ Ես ինքս, քանի որ խոսք էր տվել, որ թող փորձի կերծի, մենք ենք, գտնում եմ, որ ասենք կկարողանանք գնան ընտրությունների ընթացքում ինչպես հաճախ լինում է կփոխվի ուղղակի նկարվի հեղաշրջում ընտրություններից հետո բայց որ պետության նախագահը կգնա կապիտուլյանտին ինքնակապիտուլացվելու ինչ որ սա չգիտեմ չեմ հասկանում նույն դաշնակցությունը այդ դաշնակները ինչ որ Սերժեի խփում թքեմ Սերժի երեսին առաջերտին ներողություն կներեք Սերժի մենակ մեկ հարցում եմ ինչև Հայաստանի որ կետն են, հետո անդադ կրկնել եմ մի քարց ընդամենը Սերժին, Հայաստանի մինչև որ կետն են պայմանավորվել, որ Նիկոլը ճիշտ է, ինքը սխալ։ Բայց ինչպես կարող է Արցախի նախագահը, Հայաստանի այսպես կոչված նախագահը, հերոսը, կապիտուլյանտին ինքնակապիտուլացվել եւ իր թիմը մտցնել խորհրդարան, որ 5 տարի լեգիտիմացվի բոլոր դավաճանությունները։ Նիկոլի մնացել էր 1 տարի ընդամենը եւ հիշում եք Նիկոլի վիճակը։ Նիկոլը բունկերում վախից գոնե երազում էր 1 օր ավել ապրել, իսկ հիմա Նիկոլը իր ծրագրում մտցնում է եկեղեցին ոչնչացնելու հարց, Հայաստանը ոչնչացնելու հարց, Հայաստանի անվտանգությունը Ադրբեջանին հանձնելու հարց, էներգետիկ բիզապասնստի հանձնելու հարց։ Լավ, չխորանանք եւ երրորդ հարցը ում ընտրել։ Ես էլ եմ ասում, ես չեմ հավատում ընտրություններին եւ 99%-ով համոզված եմ, որ այդ ընտրությունները դառնալու են դժոխք, որ ամեն մի հայ գնալով ձայն տալով, գցելով նկարվելու են ռեզուլտատները եւ ստացվելու այնպես, որ մեր ազգը գնացել կվիարկել է, կերծված ձայներով, ինչպես ասենք այդ 5 տարի առաջ ընդդիմությունն ասում էր 300,000 ձայն կերծված է, հետո գնաց սահմանադրական դատարան, սահմանադրական դատարանում ասին չէ կերծված չէ, հելանասին չէ կերծված չէ, ուրեմն 650 ձայն էս այլանդակազգը տվել է Նիկոլին։ Հիմա երբ եք խաղում սահմանադրական դատարանում, որը հանցագործություն է, թե սահմանադրական դատարանից հետո եք խափում։ Որն է, երբ եք խափում։ Հիմա ես ամենակարևոր բանը ինչ եմ ես հարցեր տալիս, թե ինչ եք անելու ընտրություններից հետո։
Ինչ էլի քցելու եք ժողովրդի վրա, իսկ հիմա իրականում Նիկոլը չունի այդ ձայները, չունի ատելությունը համատարած։ Բայց նա կարելու է վաստելու, իսկ դուք գնալու եք կազմեք նորից կալաբրացիոն թշնամական ուժի հետ կազմելով խորհրդարան դուք կալաբարանտ եք։ Կալաբրացիոնիզմը դա թշնամական դավաճանական ուժի հետ ինչ որ համագործակցելն է, իսկ բարձրագույն ձևը կալաբրացիոնիզմի դավաճանություն համարվող, դա դավաճանի կամ թշնամու հետ ընդհանուր իշխանություն կազմելն է։ Հիմա գնալու եք էլի կազմեք ու էլի մեղադրեք, որ այդ ժողովուրդն էր մեղավոր, որ եկավ քվեարկես, որ ինքը պետք է կործանվի եւ պետականությունը կործանվի։ Իսկ ում ընտրել, ասեմ ում ընտրել։ Փոքր ոչ մի ուժի ձայն չեք տալիս, ոչ մի ուժ։ Նախորդ խորհրդարանում եղած ոչ մեկը, քանի որ նրան կալաբարանտ անբարոյականի վաստակներ են, չպետք է լինեն դրանց որտեղ տեսակ նախորդ խորհրդարանի անդամ, որովհետև կապ չունի դա քեմալիստ է, նրանք են իշխանությունը, Հայաստանի միակ իրական իշխանությունը դա խորհրդարանն է եղել, միակ, եւ այնտեղ նստած ամեն մի падգամավոր ավելի շատ իշխանավոր է, քան իրենց հետ միասին կազմելով խորհրդարան ընտրած Նիկոլը։ Միակ մարդը, որ մնում է, ես չեմ ասում, թե ինքը իմ իդեալն է, Սամվել Կարապետյանն է։ Գիտեմ կապ չունի Սամվել Կարապետյանը կհասնի պասպորտ փոխել, թե Նարեկ Կարապետյան կլինի նոր ուժ է, որը եկել է։ Ես ձեզ դա ուրիշ բան ասեմ, կարող է պատահի սովորական կյանքում, ես երբևիցե Սամվել Կարապետյանին ձայն չտայի, բայց նաև ձեզ ուրիշ բան ասեմ, եթե լիներ սովորական կյանք, Նարեկ Կարապետյանը հաստատ Սամվել Կարապետյանը հաստատ քաղաքականություն չէր մտնի։ Երբեք, որովհետև դա նրան պետք չի։ Պետք չի դա նրան։ Ընդհանրապես պետք չի։ Եվ եթե գցենք, թե ինչ է արել Նիկոլը, եթե մարդիկ նույնիսկ չեն հասկանում ինչ բան է հայրենիքը, եթե նույնիսկ չեն հասկանում, որ քո իրականում կադաստրը, քո հոգևոր կադաստրը, քո գոյության իրավունքը դա ամարասներ, դա դադիվանքն է, դա քո կրոնդ է, դա քո հայոց լեզուն է եւ Արարատն է, ամարասը, որը քրիստոնեական առաջին կրթական համալիրն է ամբողջ աշխարհում, Տիգրանակերտը, որ դա ես դու ես, ինքդ ես դու, այ դու ամբողջ էությամբ քո գերեզմաններն են այդ քո ծնողներիդ, քո տատերիդ, քո պապերիդ, քո ազգիդ, եթե դու չես հասկանում, որ այդ ամբողջ այդ ամեն մի միլիմետրով դու ես, ուրեմն գոնե հասկանում եմ հայը քարի ազգ է դարձել, բայց գոնե հասկացեք, թե ինչ ենք մենք կորցրել։ Բացի անվտանգություն հանդիսացող Արցախից, իր ոսկով, իր ուրանով, իր ծորենով, իր մրգերով, որ ամբողջ Ռուսաստանում մեկ Արցախ տեսնում էին ընդ ինչ-որ պահածոներ վազում էին առնելու անկախ ազգությամբ։ Եվ ամենակարևորը ջուրն է կորցրել, որը աշխարհում ամենաթանկ ռեսուրսն է։ Ամենաթանկը ինչ բենզին, ինչ բան։ Ջուրն է կորցրել, Արցախի ջուրն է կորցրել։ Եթե քյար եք ուզում։ Եվ երկրորդը հիմա արդեն, որը ձեզ խաբում են բոլոր ուժերը, Սյունիքն է կորցրել։ Եթե Թրամփի այդ ճանապարհը եղավ։ Ամբողջ աշխարհում պայքարը բոլոր պատերազմներն եղել են ճանապարհների համար։ Հետո նոր ռեսուրսների, կարևորը ճանապարհն է։ Եթե Սյունիքի հարստություններն ու ռեսուրսներն չհաշվենք Հայաստանում ոչ մի բան չկա, այդ է մնացել։ Բա որ մի հատ ճանապարհներ տվել եք Թուրքին։ Եթե Արցախը մեր անվտանգությունն էր, Սյունիքը մեր միակ իմաստն է մնացել գոյություն ունենալու։ Հա գնում եք Արցախում եք տներ սարքեցիք, նվիրեցիք թուրքերին, խանութներ սարքեցիք, հյուրանոց սարքեցիք, սարքեք տվեք թուրքերին։ Հիմա միակ շանսը գոնե խայտարակ չլնելու համար պետք է այնքան ձայն տրվի այդ Սամվել Կարապետյանի ուժին, այնքան ձայն տրվի, որ այդ աշճան կերծեք հնարավոր չլինի։ Չլինի հնարավոր։ Ինչ-որ կողքից է Ծառուկյանին, Քոչարյանին չեմ կարող, իմ բերանս չի կարող բացվել ասել, նախագահի Արցախի եւ Հայաստանի այդ խայտարակությանը եւ խայտարակ դաշնակցությանը դաշտանակներ, հելնում եք միտինգներ եք անում, կազմակերպում եք, եսի մի ինչ, բա հիմա ինչի եք տես լուր նստած ես 5-րդ տարին է։ Ինչի էր ասենք ձեր են մասոն
Մակրոնի մասոն դաշնակ ընկերը, որը յանում թե Հայաստան չէին թողում, Նիկոլի ներկայությամբ ընդեղ կանգնած, երբ որ դոկումենտն է ստորագրում Արցախի հանձնման։ Կներեք, ավել պակաս բան չունեմ ասելու։ Ընտրությունները կարող է եւ մեծ հավանականությամբ, չեմ ուզում 99% հավանականությամբ, եթե գնացի Նիկոլի հետ ընտրությունների, անել այս շվեյցարական, այնց խայտարակ շվեյցարական ընկերական, հա, նռնակները ձեռը Աբիզյանայի հետ գնում են մեխակներով ընտրությունների։ Եթե չստեղծվի քաղաքական սարսափելի ճգնաժամ, նույնիսկ սարսափելի ճգնաժամ ստեղծելուց հետո Նիկոլին հեռացնել է ինչ-որ ճանապարհով ընտրական սահմանադրական այսպես կոչված։ Սահմանադրություն եք ուզում իմպիչմենտ հայտարարեք։ Լուծարեք խորհրդարանը։ Մինչև հիմա անասունը քաղաքապետ է Երևանի, Ավինյանը, որը չունի ընդհանրապես մեծամասնություն, գոնե դա արեք, գոնե նրան հեռացրեք, քաղաքական ճգնաժամ ստեղծեք Երևանում։ Լուծարեք խորհրդարանը, իմպիչմենտ հայտարարեք, քաղաքական ճգնաժամ ստեղծեք, որ մարդ հավատա, որ դուք ընդհանրապես ուզում եք մի բան անել եւ ոչ թե Արցախի կործանման խորհրդարանի ընդդիմադիր աթոռներից կալաբարանտ տեղափոխվել արդեն Հայաստանի կործանման խորհրդարանի այսպես կոչված ընդդիմաբոյսակային իշխանավոր աթոռներին։